Փաստաբանների նկատմամբ վերջին շրջանում արձանագրված իրավունքի ոտնահարման դեպքերը մեր ուշադրության կենտրոնում են մշտապես։ Պատճառը մեկն է, հենց նրանց կողմից եւ նրանց անմիջական մասնակցությամբ է քաղաքացին հասնում արդարադատության եւ վերականգնում իր ոտնահարված իրավունքները։ Եվ ուրեմն այսօր կրկին անդրադառնում ենք փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալմանը, հարուցված քրեական գործի հիմքերին հիշեցնելով եւս մեկ անգամ վիրավորանքը Հայաստանում ապա քրեականացված է։ Միջազգային արձագանքը եւս չուշացավ։ Մի շարք միջազգային կառույցներ եւ գործընկերներ անդրադարձ կատարեցին նախաձեռնված այս քրեական վարույթին։ Իրավաբանական համայնքը սա գնահատում է որպես հերթական ապացույց, որ իրավական եւ դատական համակարգերը շարունակում են սպասարկել քաղաքական պատվերներ, հատկապես իշխանության սիրելի պաշտոնյաների մասնակցությամբ։ ՄԱԿ-ի փաստաբանների դերի մասին հիմնարար սկզբունքները հստակ պահանջում են, որ փաստաբանները կարողանան ազատ եւ անխոչնդոտ կատարել իրենց աշխատանքը, չվախենալ ճնշումներից, հետապնդումից կամ պատժից մասնագիտական գործունեության համար։ Կոչուբաևի ձերբակալությունն ու կալանավորումը փաստաբանների կարծիքով ուղերձ է ամբողջ համայնքին կամ լռելու կամ պատրաստ լինելու նման ճնշումների։ Եվ ահա այս համատեքստում մենք անդրադառնում ենք արդեն վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշմանը, որը կդառնա այս գործի հաջորդ կարևոր հանգրվանը։ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը ճանաչեց Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքի խախտման մի քանի փաստ։ Դատարանը արձանագրեց, որ քննիչի միջնորդությամբ առաջարկված սարքերի հայտնաբերման անհրաժեշտությունը պատշաճ հիմնավորված չի եղել։ Վարույթն իրականացնող մարմինը ոչ մի փաստարկ չի ներկայացրել դրանց Կոչուբաևի ավտոմեքենայում գտնվելու կամ քրեական վարույթի համար նշանակություն ունենալու վերաբերյալ։ Նմանատիպ մեկնաբանություն է արել նաև Կոչուբաևին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի խուզարկության առնչությամբ։ Առնվազն 2 դեպքում դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, ի թիվս այլնի վերաքննիչ քրեական դատանը հատուկ անդրադարձ է կատարել փաստաբաններին տրվող հատուկ երաշխիքներին եւ նրանց դեպքում իրավունքին նահանջի միայն խիստ անհրաժեշտ դեպքերին։ Այս որոշման համատեքստում իրավապահ համակարգը պետք է հասկանա, արդյոք պատրաստ է գործի ընթացքը կազմակերպել իրավական հիմնասյուների ներքո, թե զանգ, WhatsApp, SMS հաղորդագրությունները որոշիչ են լինելու տարբեր սուբյեկտների համար շահագրգիռ գործերով։ Ալեքսանդր Կոչուբաևի գործով վերջին օրերի ամենակարևոր զարգացումը վերաբերում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշմանը, որը ըստ փաստաբանի մեզ հետ ունեցած հարցազրույցում նկարագրվեց որպես էական շրջադարձ։ Դատարանը ճանաչել է Կոչուբաևի հիմնարար իրավունքի խախտումը։ Կոչուբաևի պաշտպան Աբգար Պողոսյանը այս որոշման համար ներկայացրել էր հատուկ վերանայման բողոք, որտեղ մանրամասն ներկայացրել էր այն հանգամանքները, որոնք նախաքննության ընթացքում անտեսվել էին։ Ըստ Պողոսյանի վերաքննիչ դատարանը ամբողջ ծավալով արձանագրել է այն, ինչի մասին ինքն ու պաշտպանական խումբը բարձրաձայնում էին ամիսներ շարունակ, որ իրականացված խուզարկությունները իրավաչափ չեն եղել եւ դրանց համար ներկայացված հիմնավորումները բացակայում էին։ Քննիչի միջնորդությամբ առաջարկված որոնվող սարքերի հայտնաբերման անհրաժեշտությունը ոչ մի փաստարկով չէր հիմնավորվել եւ վարույթն իրականացնող մարմինը չէր ներկայացրել որևէ պատճառաբանություն, թե այդ սարքերը ինչու պետք է լինեին Կոչուբաևի մեքենայում կամ բնակարանում։ Նմանատիպ խախտում դատարանը արձանագրել է նաև բնակարանի խուզարկության մասով։ Այսպիսով, առնվազն 2 առանձին հիմքով վերաքննիչը ճանաչել է իրավունքի խախտում։ Վերաքննիչ քրեական դատարանը ըստ էության 2 բողոքներից մասով, մեկը պարոն Կոչուբաևին սեփականության իրավունքով պատկանող տան եւ մյուսը վերջինիս ավտոմեքենայում կատարված խուզարկությունների մասով իրավունքի խախտում էր արձանագրել, ի թիվս այլ իրավական խնդիրների վերաքննիչ քրեական դատարանը անդրադարձել էր փաստաբաններին տրվող հատուկ երաշխիքներին, ընդ որում որոնք սահմանված են կոնվենցիայով, եւ ըստ էության վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել էր այն դեպքում, երբ խոսքը վերաբերվում է փաստաբանին կամ իրավաբանական գրասենյակին, ել ավելի բարձր փաստական տվյալներ են պետք նման թույլտվություն տալու համար, դա առաջինը, եւ երկրորդը պետք է լիարժեք ապահովված լինի, օրինակ փաստաբանական գաղտնիքին միջամտելու զերծ մնալը, ինչը տվյալ դեպքում չի ապահովել։ Հատկանշական է, որ մեքենայի խուզարկությամբ արգրավել էր վերջինիս դյուրակիր համակարգիչը, ընդ որում արգրավելուց հետո որևէ գործողություն, այսինքն թվային խուզարկություն հիշալ համակարգչում չի կատարվել։ Սա եւս խոսում է այն փաստի մասին, որ սա զուտ պարոն Կոչուբաևի իրավունքներին
որևէ միջամտություն կատարելու մեթոդեր եւ ըստ էության վարութային անհրաժեշտություն առհասարակ չկար եւ անմիջապես այդ գործողությունից հետո նախաքննությանը ավարտեր հայտնվել։ Տեսեք, եթե այդ խուզարկությունը այդքան կարևոր նշանակություն ունենար վարույթ իրականացնող մարմնի համար, բնականաբար այդ իրերի արգրավումից հետո որոշակի գործողություններ պետք է կատարվեին, ինչը այս դեպքում չի կատարվել, ավելին դրանք անգամ իրեղեն ապացույց չեն ճանաչվել։ Եվ քանի որ խոսքը գնաց խուզարկությունների մասին, առաջ ընկնելով նշեմ, որ Կոչուբաևի նկատմամբ ստեղծվող արհեստական խոչընդոտները այսքանով չեն ավարտվել։ Վերջինիս ավտոմեքենան տևական ժամանակ հատուկ պահպանվող տարածքից հրաժարվել են վերադարձնել։ Ընդ որում պահանջել են վարույթ իրականացնող մարմնից տեղեկան գրություն, որ մեքենան իրեղեն ապացույց չի հանդիսանում, այնինչ տվյալ նման ընդհանցակարգ չկա, այսինքն կամ պետք է հատուկ պահպանող տարածքը ունենա արդեն իսկ որևէ որոշում, որով սահմանված լինի, որ հիշյալ ավտոմեքենան իրեղեն ապացույց է եւ այն չի կարող վերադարձվել, կամ հակառակ դեպքում պարզապես պետք է վերադարձվել այն քաղաքացուն։ Տվյալ դեպքում նման որոշում էին պահանջել եւ քանի որ դա զուգադիպել էր նախաքննության ավարտի հետ, այսինքն ժամանակ էր պետք, որպեսզի մակագրություն լիներ, առաջին դատական նիստը լիներ, որպեսզի կարողանայինք տեխնիկապես այդ խնդիրը լուծել։ Այստեղ երկրորդ ուշագրավ դեպքը տեղի ունեցավ դատանի նման գրության տրամադրումից հետո, այն դեպքում եւ դատարանն էր նման գրություն տրամադրել, մի քանի ժամ, կարելի ասել առավոտից մինչ ուշ երեկո ավտոմեքենան կրկին հրաժարվում էին վերադարձնել տարբեր պատճառաբանություններով, միայն ուշ ժամի նոր մեքենան վերադարձրել են։ Սա եւս ամբողջական է դարձնում այն պատկերը, որ այդ գործողությունները ընդհանրապես կատարվել են որևէ միջամտություն անձի իրավունքների ազատությունների կյանքին ունենալու եւ որևէ կերպ հետագայում զերծ պահելու քննադատական խոսք ուղղելու։ Այսօր արդեն փաստաբանական համայնքը միակարծիք է Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ոչ միայն անհիմն է, այլև ուղղված է ամբողջ փաստաբանական դաշտին։ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով պետությունը պարտավոր է երաշխավորել փաստաբանի անձեռմխելիությունը, մինչդեռ այս գործում փաստաբանը բերման է ենթարկվել նույն կամ ավելի կոշտ մեթոդներով, քան սովորական քաղաքացին։ Այն դեպքում, երբ նման գործողությունները անգամ քաղաքացիների նկատմամբ բազմիցս դատապարտվել են միջազգային ատյաններում։ Վերաքննիչ դատարանի վերջին որոշումը փաստաբանների գնահատմամբ ապացուցեց, որ այս գործով կիրառված մի շարք գործողություններ եղել են ոչ իրավաչափ, եւ դա արդեն ազդում է ամբողջ հետագա վարույթի վրա։ Խափանման միջոցի հետ կապված Հանձինս պարոն Ալեքսանյանի պաշտպանական խմբից եւ իհարկե պարոն Ալեքսանյանից հետո մնացած բոլոր պաշտպանները տարբեր անձինք հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կազմակերպություններ կապված պարոն Կոչուբաևի կնոջ առողջական վիճակի վատթարացման հետ, ընդ որում հաստատապես կարող եմ պնդել, որ դա ուղիղ հետևանք էր պարոն Կոչուբաևի հետ կատարված ապօրինի գործողությունների, ինչպես գիտենք, գլխավոր դատախազը բավարարել էր միջնորդությունը եւ դատախազությունը ունենալով բացառիկ լիազորություն պարոն Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, այսինքն կալանք խափանման միջոցը վերացվել էր։ Ըստ էության այդ խնդրագիրը, միջնորդությունը, ուղղված էր գլխավոր դատախազի, նման որոշում կայացրել էր հսկող դատախազը եւ պարոն Կոչուբաևը միայն այդ հանգամանքներում ազատ էր արձակվել։ Փաստաբանի նկատմամբ իրականացված բիրտ ձերբակալումը կասկածելի եւ անհիմն քրեական ընթացակարգերի հետ միաժամանակ ստեղծել է լուրջ վտանգ փաստաբանական անկախության, մասնագիտական գործունեության եւ հասարակության վստահության համար։ Ձերբակալությունը այո բավականին բիրտ էր եւ կարծես թե անպայման ուղղված էր անձի այսպես ասած ինքնասիրությանը կամ անձին որոշակի վատ վիճակի մեջ դնելուն էր ուղղված, վստահաբար նման ձերբակալման կարիք չկար։ Վերաքննիչ դատարանի կողմից իրավունքի խախտման ճանաչումը փաստում է, որ գործողությունները ոչ միայն անձնական, այլ նաև համակարգային ճնշում են եղել, որոնք կարող էին խաթարել Կոչուբաևի պաշտպանությունը եւ դրա միջոցով ազդել մյուս փաստաբանների ազատ եւ անվտանգ աշխատանքին։ Արդյունքում սա չի մնացել միայն իրավաբանական խնդիր, այն ձևավորում է
հասարակության շրջանում անվստահություն դատարանների եւ իրավապահ մարմինների նկատմամբ, նվազեցնում է քաղաքացիների հնարավորությունը պաշտպանել իրենց իրավունքները եւ ստեղծում մտահոգիչ ազդակ միջազգային հարթակում Հայաստանի Հանրապետության արդարադատության անկախության վերաբերյալ։ Եվրոպական դատարանի որոշումներով ընդ որում մեկ որոշում չէ, այդ քննադատական խոսքին շատ բարձր նիշ է տրված։ Ընդ որում գործերից մեկով ընդդեմ Ռուսաստանի այնտեղ անձը կոնկրետ կոչ է անում ոստիկաններին այրել, հրապարակում խաչել, այսպես մանրամասն այդ գործողությունները նկարագրում է, կոնկրետ նշում է պատճառներ, նշում է նրանց, թե որ դեպքում անձը կարա դառնա ոստիկան, աշխատի ոստիկան եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել էր, որ դա քննադատական խոսք է եւ չի կարող քրեորեն պատժելի լինել։ Հայաստանի Հանրապետությունում այդ հրապարակային քննադատությունը առաջին անգամ չէ, որ քրեա իրավական հետևանք է ունենում։ Գաղտնիք չէ, կարծում եմ նաև մեղադրանքի կողմի համար գաղտնիք չէ, որ այդ որոշումները չեն կարող կյանքի իրավունք ունենալ արդեն եվրոպական դատարանում, բայց տեսեք, այս առումով դրա տևողականությունը, այսինքն թե որքան ժամանակ հետո միայն անձը կարող է հասնել նրան, որ հիմնավորել, որ իր իրավունքները ապօրինի կերպով խախտվել են, եւ շատ անձինք դրա համար զերծ են մնում դրանից։ Այո, սա վատ նախադեպ է, սա հենց ուղղված է դրա համար, որպեսզի հրապարակային խոսքում ավելի զգուշ լինեն եւ զերծ մնան քննադատություններ անելուց։ Այս գործը ցույց է տալիս մի պարզ ճշմարտություն, երբ պետությունը առանց հիմնավորման ուժային մեթոդներով կարող է ճնշել փաստաբանին, վտանգված է ոչ միայն մեկ մարդու անվտանգություն, այլ ողջ իրավապահ համակարգի, դատարանների եւ քաղաքացիների իրավունքների նկատմամբ վստահությունը։ Կոչուբաևի դեպքում արձանագրված խախտումները միայն մեկ փաստաբանի խնդիր չեն, դրանք ազդակ են ամբողջ հասարակությանը։ Նույն մեթոդները ցանկացած պահի կարող են կիրառվել, եթե չլինի ամուր պաշտպանություն եւ հանրային վերահսկողություն։ Այս պատմությունը հիշեցնում է, որ փաստաբանների նկատմամբ ճնշումները չեն ավարտվում մեկ գործով։ Դրանք անմիջապես սպառնում են իրավունքի գերակայությանը եւ ժողովրդավարության հիմքերին։ Ամուսինները հանդիսանալով մի շարք կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի առցանց լիազոր եւ առցանց մուտք ունեցող անձիկ օգտագործել են այդ վստահությունը ոչ թե աշխատանքային նպատակներով, այլ հանցավոր մտադրությամբ։ Նրանք առանց տնտեսվարողների գիտության իրենց անունից ներկայացրել են դիմումներ եւ հաշվետվություններ իբր միասնական հաշվից գումարներ վերադարձնելու կամ COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմացման ծրագրերով միանվագ դրամաշնորհ ստանալու համար։ Այս կեղծ դիմումների հիման վրա գումարները փոխանցվել են ոչ թե իրական շահառուներին, այլ ամուսինների բանկային հաշվեհամարներին։ Արդյունքում նրանք յուրացրել են ավելի քան 8.750.000 դրամ, որը նախատեսված էր այլ ընկերությունների եւ քաղաքացիների համար։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական վարույթ, որը նախաձեռնվել էր ամուսինների կողմից իրականացված խարդախության դեպքի առթիվ։ Նախաքննական տվյալներով ամուսինները տարիներ շարունակ հանդիսացել են մի շարք կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի առցանց լիազորներ եւ օգտվողներ։ Նրանք հնարավորություն են ունեցել այդ տնտեսվարողների անունից ներկայացնել դիմումներ, տեղեկանքներ եւ հաշվարկներ, համապատասխան պետական մարմիններ։ Նախաքննության պարզվել է, որ առանց տնտեսվարողների գիտության ամուսինները ներկայացրել են մի շարք դիմումներ ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների կոմիտե, ներկայացրել են հարկային վերադարձի հայտեր կամ դիմումներ, համավարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով նախատեսված միանվագ դրամաշնորհների համար։ Պարզվել է, որ այդ դիմումների հիման վրա պետական մարմինները գումարներ են փոխանցել, բայց ոչ թե իրական շահառուներին, այլ ամուսինների սեփական բանկային հաշիվներին։ Ամուսինները հանդիսանալով 50-ից ավել ՍՊ ընկերությունների եւ անհատ ձեռներեցների հաշվապահներ խարդախություն կատարելու միասնական դիտավորությամբ խմբի կազմում մեկը մյուսի գործողությունները լրացնելու նպատակով ունենալով նախկինում ՍՊ ընկերությունների եւ անհատ ձեռներեցների կողմից իրենց տրված լիազորագրեր եւ հանդիսանալով առցանց լիազորներ վերջիններիս անուններից ներկայացրել են ՀՀՊ,
եւ ֆինանսների նախարարություն դիմումներ այդ նպատակով նշված սպանքերություններին եւ անհատ ձեռներեցներին հասանելիք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակներում եւ ավելացված արժեքի հարկերի վճարման ավելացված գումարները հետ ստանալու միասնական հաշվից դիմումներ են ներկայացրել, որի հետևանքով նշված ընկերություններին եւ անհատ ձեռներեցներին հասանելիք առանձնապես խոշոր չափերով մոտ 9 միլիոն դրամ գումար հափշտակել են։ Ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նախաքննության ընթացքում հավաքված ապացույցների համակցության հիման վրա ամուսիններին քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 31-ին եւ ուղարկվել է դատախազություն վերջիններիս նկատմամբ նշված հոդվածներով մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ամուսինները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, իսկ ինչ կպարզվի դատարանում, ցույց կտան առաջիկա դատական նիստերը։ Տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունն է կասեցվել Հայաստանում։ Նոյեմբերի 20-ին քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են անսպասելի խուզարկություն։ Արդյունքում բացահայտելով Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող հանցավոր կոորդինացիոն կենտրոնը, տեղեկությունը կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչություն էր ստացվել ավելի վաղ եւ հետագա համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձիկ վարձակալել են գրասենյակային տարածք, կահավորել այն որպես հանցավոր զանգերի կենտրոն եւ համակարգչային խոշոր հափշտակություններ են իրականացրել։ Հանցավոր խմբի անդամները հատուկ քողարկել էին տարածքը, ներդրել անվտանգության միջոցներ եւ նույնիսկ կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հավաքագրված անձանց հանցավոր սխեմաները սովորեցնելու համար։ Նրանց հիմնական թիրախը օտարերկրյա քաղաքացիներն էին, որոնց ֆինանսական միջոցները հափշտակվում էին ինտերնետային զանգերի եւ հեռահար հասանելիությամբ համակարգիչների միջոցով։ Չնայած խմբի զգոնությանը եւ անգամ համակարգիչներում ապացույցները արագ ոչնչացնելու նախապես պատրաստված ուղեցույցին, իրավապահներին հաջողվել է անակնկալ մտնել տարածք եւ ապահովել էլեկտրոնային կարևոր ապացույցների անվտանգ հավաքագրումը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր օտարերկրյա քաղաքացիներ եւ մեծ քանակությամբ տեխնիկա։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի համատեղ գործողություններով հաջողվել է բացահայտել եւ կասեցնել հերթական այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնը։ Խուզարկությունը Արաբկիրի վարչական շրջանում գործող գրասենյակային տարածքում իրականացվել է նոյեմբերի 20-ին անսպասելի ձևաչափով, ինչը մեծապես ապահովել է հատուկ միջոցառման արդյունավետությունը։ Հանցավոր կենտրոնի մասին տեղեկությունը կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել էր ավելի վաղ։ Վարչության պետ Հայկ Մկրտչյանի փոխանցմամբ համայնքային ոստիկանության ծառայողների հետ անցկացված համատեղ աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ վարձակալել են տարածք, այն կահավորել որպես զանգերի կենտրոն եւ կազմակերպված ձևով իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ 2025 թվականի ընթացքում 4 զանգերի կենտրոններ, որ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կողմից բացահայտվեց։ Մեր ամենօրյա աշխատանքները կատարելու ընթացքում մենք տեղեկատվություններ ստացանք, որ Արաբկիր վարչական շրջանում անձինք վարձակալել են բիզնես նշանակության տարածք, այսպես ասած, կամ կոմերցիոն նշանակության եւ այդ տարածքում կահավորել են համակարգչային տեխնիկայով, ներգրավել են տարբեր անձանց եւ զբաղվում են հանցավոր գործունեությամբ, այսինքն զանգահարում են տարբեր քաղաքացիների, առաջարկում են ներդրումներ կատարել, այնուհետև հափշտակում են այդ ներդրված գումարները։ Ամբողջ գործունեությունը կրում էր հանցավոր բնույթ, բնականաբար ցանկացած տեղեկատվություն, որը որ ստացվում է ոստիկանությունում, հենց օպերատիվ հետախուզական միջոցառումներով ստուգվում են այդ տեղեկատվության իսկությունը։ Մեզ շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց պարզել, թե ովքեր են կանգնած այդ զանգերի, հանցավոր զանգերի կենտրոնի գլխում, ինչ անձին կան ներգրաված, ովքեր են աշխատում եւ յուրաքանչյուր անձ ինչ դերակատարություն ունի տվյալ զանգերի կենտրոնում։ Այնուհետև
կրկին ձեռնարկած միջոցառումներով մենք կարողացանք պարզել, թե ինչ հարթակների միջոցով էին հիմնականում ներգրավում քաղաքացիներին, ինչ ծրագրային ապահովումներ էին վերջիններս օգտագործում այդ զանգերը կազմակերպելու համար, ինչ սերվերային համակարգերում էին տեղադրված այդ հարթակները եւ եկամուտները որպես ֆինանսներ, ինչ միջոցներով էին ստանում։ Այնուհետև այդ ամբողջ տեղեկատվություն ստանալուց հետո պատշաճ ձևաչափով հաղորդում ներկայացվեց քննչական կոմիտե եւ քննչական կոմիտեն նախաձեռնեց քրեական վարույթ եւ այդ քրեական վարույթի շրջանակներում արդեն քննչական կոմիտեի մեր գործընկերների հետ համատեղ իրականացրեցինք խուզարկություն, որի հիմնական նպատակն է հավաքել հավելյալ ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվություն, կասեցնել նշված հանցավոր կենտրոնի գործունեությունը եւ այդ հանցավոր զանգերի կենտրոնի մեջ աշխատող անձանց ենթարկել քրեական պատասխանատվության։ Հանցավոր խմբի անդամները հատուկ անվտանգության միջոցներով քողարկել էին տարածքը, խուսափել իրավապահների տեսադաշտից, հավաքագրել նոր անդամներ եւ անցկացրել վերապատրաստումներ, որպեսզի վերջիններս կարողանային ինտերնետային զանգերի եւ հեռահար մտքով համակարգիչների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից հափշտակել գումարներ։ Հայտնի է դարձել նաեւ, որ Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր խմբերը փոխկապակցված են այլ երկրների նույն մեխանիզմով աշխատող կիբերհանցավոր ցանցերի հետ, որոնք թիրախավորում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են խմբի անդամների ամբողջ կազմը, նրանց դերաբաշխումը, կիրառվող կեղծ հարթակների տվյալները եւ հափշտակված գումարների տեղափոխման համար օգտագործվող կրիպտոպանակների հասցեները։ Բացահայտվել է նաև, որ խմբի անդամները մշակած են ունեցել համակարգիչներում եղած ապացույցները արագ ոչնչացնելու հստակ ցուցումներ։ Նշված զանգերի կենտրոնը 1-2 տարուց ավել իր գործունեությունը ծավալել է, թիրախավորել է 1000-ից ավել քաղաքացիներին եւ վնասի չափը, ասած վնասի չափը գերազանցում է մի քանի միլիոն դոլար։ Քննչական կոմիտեն այս պահին իրականացնում է վարույթային անհրաժեշտ գործողություններ խմբի բոլոր անդամների քրեադատավարական կարգավիճակը պարզելու նպատակով։ Միաժամանակ քրեական ոստիկանությունը համագործակցում է օտարերկրյա գործընկեր կառույցների հետ տուժած քաղաքացիների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար։ Իրավապահ մարմինները ընդգծում են, որ նման կորպորատիվ ձևաչափով գործող հանցավոր կազմակերպությունների բացահայտումը շարունակական է եւ հորդորում են քաղաքացիներին զգուշությամբ վերաբերվել կասկածելի կազմակերպությունների աշխատանքային առաջարկներին, քանզի նման զանգերի կենտրոնների գործունեությանը մասնակցելը անխուսափելիորեն բերում է քրեական պատասխանատվության։ Ցանկացած զանգերի կենտրոն բացահայտումից հետո մենք հույս ենք ունենում, որ այդպիսի զանգերի կենտրոնների գոյությունը Հայաստանի Հանրապետությունում գոնե կբացառվեն եւ չեն լինի անհատներ, որոնք փորձեն ստեղծել այդպիսի զանգերի կենտրոններ, այսինքն մեր բացահայտումները վերջիններիս համար ազդակ կլինեն, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է ծավալել հանցավոր գործունեություն, սակայն ցավոք սրտի այս 4 զանգերի կենտրոնը վառ ապացույց էր, որ ոմանց այդ ազդակները չեն հասնում եւ շարունակում են իրենց գործունեությունը ծավալել։ Նրանք հետագայում եւս չի բացառվում, որ լինեն զանգերի կենտրոններ եւ մենք ունենք նմանատիպ տեղեկատվություններ մի շարք զանգերի կենտրոնների մասով։ Այդպիսի զանգերի կենտրոնները միշտ որևէ ձևով նոր աշխատակիցներին փորձում են շահագրգռել, նրանց երաշխիքներ են տալիս, որ իրավապահ մարմինները ոչ մի կերպով իրենց մասին չեն կարող տեղեկություն ունենալ կամ իրավապահ մարմինները նրանց չեն կարող բացահայտել, սակայն ցանկանում եմ վստահեցնել բոլորին, որ բոլոր այդպիսի զանգերի կենտրոններին մենք այցելելու ենք եւ այդ կազմակերպիչները եւ մասնակիցները յուրաքանչյուր իր մասնակցության չափով օրենքի առջև կրելու է պատասխանատվություն եւ այն քաղաքացիներին, ովքեր որ ունեն նմանատիպ տեղեկատվություն որևէ զանգերի կենտրոնի մասին, խնդրեմ այդ տեղեկատվությունը փոխանցել իրավապահ մարմիններին, որովհետեւ հանցավորության դեմ պայքարը թեպետ իրավապահ մարմինների գործն է, այսպես ասած, սակայն պետք է միասին պայքարենք քրեացին տարերի դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ հանցավոր զանգերի կենտրոնը հիմնականում թիրախավորել էր օտարերկրյա քաղաքացիներին, դրա վերացումը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության համար։ Բանն այն է, որ նման կազմակերպությունների օտարերկրյա անդամները իրենց հերթին կարող են նույն մեխանիզմներով թիրախավորել արդեն մեր քաղաքացիներին, ներգրավելով Հայաստանում գործող փոխկապակցված հանցավոր ցանցերին։ Ուստի յուրաքանչյուր նման
Նման հանցախմբի չեզոքացումը ոչ միայն կանխում է մեր երկրի տարածքում իրականացվող միջազգային կիբերհանցագործությունները, այլ նաև արագորեն նվազեցնում է ռիսկը, որ օտարերկրյա խմբավորումները կշարունակեն վնաս պատճառել մեր քաղաքացիներին, բայց ամենակարևորը, հանցագործությունը հանցագործություն է, անկախ նրանից այն ուղղված է հայ թե օտարազգի քաղաքացու դեմ։ Իրավապահ մարմինների առաջնային խնդիրն է կանխել ցանկացած հանցատեսակ, որը վնաս է հասցնում մարդկանց ֆինանսական, տեղեկատվական կամ անձնական անվտանգությանը։ Հենց այդ սկզբունքն է, որ գտնվում է այս գործողությունների հիմքում՝ պաշտպանել յուրաքանչյուրին, անկախ նրա քաղաքացիությունից։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հանցանքի հետքով ծրագրի կարևոր է իմանալ էջում, այսօր խոսելու ենք նախաքննական գաղտնիքի և նախաքննական գաղտնիքը հրապարակելու անթույլատրելիության մասին։ Այսօր իմ հյուրն է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, փաստաբան Սամվել Դիլբանդյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ արդեն երկրորդ անգամ մեր հրավերն ընդունելու և մեր հաղորդումը էլ ավելի տեղեկատվության առումով թանկ և կարևոր դարձնելու համար։ Ես էլ եմ շնորհակալ երկրորդ անգամ մասնակցելու։ Իրականում թեմաները, որոնք որ ձեր կողմից ընտրվել են, բավականին հետաքրքիր են, կենսունակ են եւ մեր հանրության համար դրանք շատ կարեւոր են, որովհետեւ հանրությունը իրազեկված լինի կոնկրետ իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, որովհետեւ կյանքում կարողանան ճիշտ ձևով իրականացնել իրենց տեղեկացված լինեն եւ երաշխավորված լինի իրենց իրավունքների պաշտպանությունը։ Մեզ համար շատ կարևոր էր այս էջի սկսումը, որովհետեւ շատ հաճախ մեզ դիմում էին քաղաքացիներ, ովքեր պարզապես խորհրդատվության կարիք ունեին իրավիճակի հետ կապված։ Եվ որքան որ հարցերը շատանում էին, այնքան հասկանում էի, որ թեմաները շատ հաճախ կրկնվում են եւ կարիք կա, որպեսզի քաղաքացիները թեկուզ մեկ թեմայի շրջանակում իրենց ուզող հարցերի պատասխանը ստանան լավ մասնագետների կողմից եւ կարողանան ճիշտ պահին ճիշտ կողմնորոշվել։ Այնպես որ այս պահին առաջարկում եմ դիտել տեսանյութը եւ հասկանալ, թե այս անգամ քաղաքացին ինչ խնդիր է ներկայացնում։ Խնդրեմ։ Երկար ժամանակ ուզում եմ դիմել լրատվական միջոցներին ու գործի շրջանակներում, բայց փաստաբանից թույլ չի տալիս, մեկնաբանելով, որ դա կվնասի նախաքննական ընթացքին, որը որ պատասխանատվության կենթարկի փաստաբանին, որպես փաստաբան չի թույլատրվում։ Ուզում եմ ճշտեմ, ճիշտ ասած իմանամ, նախ կասկածում եմ, որ իմ փաստաբանը կապված է ինչ-որ նախաքննական այդ գործերի հետ, այս քննիչների հետ, եւ ամենառաջին հերթին ուզում եմ իմանամ, արդյոք ճիշտ է ասում, թե փաստաբանս ինքը սահմանափակ իր աշխատանքի մեջ կարող է իրավունք ունենալ այս գործի շրջանակներում ինչ-որ բաներ բացաձայնել, եթե այո, ճիշտ ասած ես բան չունեմ ասելիս, եթե ոչ, իմանամ իմ հետագա անելիքները։ Իրականում ուզում եմ անդրադառնալ նաև հենց այն հարցին, որ շատ ժամանակ հենց այդ նախաքննական գաղտնիք չհրապարակելու արգելքը փաստաբանին լրացնելու գործիք կարող է լինել ինչ-ինչ գործերով։ Չէ, ես չի ուզում այդ մեկնաբանեի, որ դա փաստաբանին լրացնելու որպես գործիք է, ուղղակի նախաքննությունը որպես այդպեսին ինքը ենթադրում է որոշակի կաղտնիություն, որովհետև նախաքննության ընթացքում քննիչը նոր սկսում է ապացույցներ ձեռք բերել, բնականաբար այդ ապացույցներ ձեռք բերելու այդ ամբողջ process-ը ինքը ենթադրում է որոշակի կաղտնիություն, որովհետև եթե այդ ամենը, ասենք, իրականացվի այնպես ինչպես դատարանում է իրականացվում հրապարակային, բնականաբար այն խնդիրները, որոնք որ նախաքննության մարմնի առջև դրված է հանցագործությունը բացահայտելու հետ կապված, այդ խնդիրները հնարավոր չի իրականացնել։ Ագի այստեղ խնդիրը կայանում է արդյոք ամեն ինչն է գաղտնիք, թե պետք է հստակ սահմանվի, թե որ տեղեկատվությունն է գաղտնիք պարունակում։ Այս դեպքում ստացվում է, որ հանրությունը, ով շահագրգռված է կամ հետաքրքրված է որևէ հանրային հնչեղություն ունեցող գործով, ստիպված է սպասելու մինչ նախաքննական վերջ։ Այս դեպքում հրապարակայնությունը, թափանցիկությունը, այսինքն այս բոլոր սկզբունքները մի կողմ ենք թողնում եւ այսպես վերևում որպես բարձրագույն շահ դնում նախաքննական գաղտնիքը։ Ճիշտ եք ասում, այս խնդիրը ես նշեցի, որ կա, իրականում հանրությունը պետք է իրազեկված լինի կոնկրետ որոշակի գործերի քննության ընթացքի վերաբերյալ, դա հանրության կարևորագույն իրավունքներից մեկն է իրազեկվածությունը,
նորից այդտեղ խնդիրը գալիս է հանրային ու մասնավոր շահերի բախումներին, բայց դե բոլոր դեպքերում պետք է նշենք, որ նախաքննության մարմինը, որը որ իրականացնում է գործի քննություն, ըստ էության այդ գործիքակազմը զգուշացնելու նախաքննության տվյալների հրապարակման հետ կապված պետք է իրականացնի ոչ թե ամեն անգամ յուրաքանչյուր գործով ու առանց որևէ պատճառաբանության, այլ դրա համար պետք է լինեն որոշակի հիմքեր։ Այսինքն նորից էլի ուզում եմ անդրադառնամ մեր նոր քրեական դատավարության օրենսգրքին, որը որ կոնկրետ իրավական կարգավորում է տալիս նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ, այդ հոդվածում շատ կարևոր երաշխիք է նախատեսած, դա այն է, որ սահմանված է այն հիմքերը, որոնք որ վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն են տալիս նախազգուշացնելու վարույթի մասնավոր մասնակիցներին չհրապարակելու այդ տվյալները։ Այսինքն մասնավորապես օրինակ, եթե դա վերաբերում է պետական կազմիկ պարոն բովանդակող նյութերին, եթե դա վերաբերում է անձի մասնավոր կյանքին վերաբերող տվյալներին, եթե դա այդ տեղեկության հրապարակումը կարող է ծանր հետևանքների հանգեցնել, եթե դա անհրաժեշտ է գործի բացառ քննությունը իրականում ապահովելու համար, ուրեմն այդ դեպքում այս սահմանափակումը կարող է կիրառվել։ Եվ երբ որ վարույթ իրականացնում սահմանափակումը վերաբերելի է բոլոր դեպքերին։ Չէ, երբ որ որոշում է կայացնում, բնականաբար այդ որոշման մեջ ինքը պետք է հիմնավորի, կոնկրետ հիմնավորի, թե ինչով է պայմանավորված, ուրեմն այդ սահմանափակումը կամ օրինակ ասենք ես որ շատ դեպքերում մասնակցում եմ, կոնկրետ ասում եմ, որ ինձ ասեք, թե որ տեղեկություններն է, որ ես իրավունք ունեմ չհրապարակելու, այսինքն դա պետք է որոշակիություն լինի։ Ընդհանուր, որ դու իրավունք չունես ոչ մի բան հրապարակելու, դա չի բխում այդ հրապարակայնության սկզբունքի կիրառման հնարավորությունից։ Այսինքն փաստաբանը պետք է պահանջի պաշտպանը, թե կոնկրետ խոսքը որ տեղեկության մասին է, եւ հրաժարվի ստորագրել այն փաստաթուղթը, որը վերացական է։ Այսինքն վարույթ իրականացնող մարմինը ինքը պետք է կոնկրետ իր որոշման մեջ նշի, որ այս տեղեկությունները դու իրավունք չունես հրապարակելու։ Այսինքն դա սա ավելի առարկայական է դարձնում եւ անձին հնարավորություն է տալիս ինչ անելու, որոշակի հրապարակումներ անելու։ Իրականում այս տեսանկյունից փաստաբանական համայնքը բավականին կաշկանդվածության մեջ են։ Ինձ էլ մեկ-մեկ որ իմ վստահորդներն ասում են մամլո ասուլիս կազմակերպեն, գործի ընթացքին վերաբերյալ տեղեկատվություն տանք եւ այլն։ Ես էլ եմ մի փոքր այդ անորոշության մեջ, ինչ որտեղ զգաստանում ես, որ հանգարց այնպես տեղեկություն չլինի, որ եթե ընդհանուր ձևով է նախազգուշացում է եղել, հիմա ինչ էլ հրապարակես, բնականաբար դա հանգեցնելու է, բայց որպեսզի պաշտպանը իրեն ապահովագրի, յուրաքանչյուր պաշտպան այդ փաստաթուղթը ստորագրելուց պետք է ոչ թե մեխանիկորեն կարտա ստորագրի, ասեք խնդրում եմ, ասեք կոնկրետ ինչ տեղեկատվություն է, որ ես իրավունք չունեմ հրապարակելու, որպեսզի ես իմանամ այն տեղեկատվության ծավալը, որը որ ես անհրաժեշտության դեպքում կարող եմ հրապարակել, որովհետև այս տեսանկյունից բավականին անհավասար վիճակում է հայտնվում, նայեք, մեղադրյալը, իր պաշտպանը ու քրեական հետապնդում իրականացնող մարմինը։ Քրեական հետապնդում իրականացնող մարմինը իրավունք ունի ցանկացած բնույթի տեղեկատվություն հրապարակելու, նույնիսկ կարող է ցուցմունքները, ծայնագրություններ հրապարակեն, ինչպես որ հիմա արվում է, որը որ ըստ էության հակասում է նաև ամեղության կանխավարկածի սկզբունքին, որովհետև դու իրավունք չունես կոնտեքստից ցուցմունքի միտքը ինչ որ միտեղից կտրես, հրապարակես հանրությանը ինչ-որ մի բան ցույց տաս, բայց այդ ծայնագրության, այդ ցուցմունքի ամբողջ բովանդակությունը կարող է բոլորովին այլ բանի մասին է խոսում։ Եվ երբ որ այդ կիսատ ինֆորմացիան հանրությանը հրապարակվում գեներացվում է, ինքը լուրջ անձի իրավունքների սահմանափակման, ամեղության կանխավարկածի սահմանափակման խնդիր է առաջանում, որտեղ ամեղության կանխավարկածը անձին հռչակում է անմեղ, իսկ նախաքննության մարմինը տվյալ անձին հնարավորություն չտալով իրականացնել հանրությանը իրազեկելու
կոնկրետ իր ամեղ լինելու հանգամանքը, որովհետև դա շատ կարևոր է իր համար, որովհետեւ հանրությունը հասկանա թե իրականում ինքը որևէ առնչություն ունի ընդհանրապես կամ այն կտրված հատվածը, որը որ ներկայացվել է, դա մոնտաժված չի կամ կոնտեքստից է կտրված, մտքի շարունակությունը չկա, չգիտեմ եւ այլն եւ այլն։ Փաստաբանը կարող է հրաժարվել առհասարակ ստորագրել այդ փաստաթուղթը։ Ես եղել է որ դեպքեր, որ հրաժարվել եմ, բայց ըստ էության որպես այդպեսին ինքը պարտականություն է գնում, հրաժարվում ես այն դեպքում, եթե դու պատճառաբանում ես, նշում ես, որ կոնկրետ ինձ մանդանշեք, թե տեղեկատվության որ հատվածն է, որ ես իրավունք չունեմ հրապարակելու, ինչի մասով ես իրավունք չունեմ հրապարակելու, եւ եթե ես այս մասը հրապարակելու իրավունք չունեմ, բնականաբար մնացած ինֆորմացիան տեղեկատվությունը ես իրավունք ունեմ տալու։ Օրինակ, ասենք, եթե խոսքը վերաբերում է իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքի ընդհանուր բնույթի մասին, դրանք կարող է ինքը հրապարակել, եթե խոսքը վերաբերում է կոնկրետ ապացույցների վերաբերյալ տեղեկատվությանը, բնականաբար այստեղ սահմանափակումը կա, եթե սահմանափակումը տրված է, որ դա խոչընդոտ չհանդիսանա գործի քննությանը, ըստ էության այդ ապացույցները ինքը չի կարող հանրայնացնել։ Որոշակիորեն անդրադարձանք ներկայացված խնդրին, ուզում եմ այն կարևորագույն քայլերը, որոնք անհրաժեշտ է այս պարագայում ձեռնարկել, թե փաստաբանի, թե մեղադրյալի կամ իր ազգականների կողմից թվարկենք։ Այսինքն անձը, ով ունի իր նկատմամբ հարուցված գործի կամ իր նկատմամբ սկսված վարույթի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հաղորդելու կոնկրետ իր իրավունքների մասով, այսինքն ոտնահարվել են իր իրավունքները կամ չգիտեմ, որոշակի գործընթացներ են ընթացել, որոնք սահմանված կարգով չեն ընթացել եւ ուզում է բարձրաձայնել, բայց կաշկանդված է, որպես այդպիսի նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը չհրապարակելու այդ փաստաթղթով։ Ինչ կարող է անել քաղաքացին այդ դեպքում, ինչ կարող է անել փաստաբանը, որովհետև ինչպես նկատեցինք, քաղաքացին մեղադրանքի սլակն ուղղում է դեպի փաստաբանը եւ կարծում է, որ կա համագործակցություն նախաքննական մարմնի եւ փաստաբանի միջեւ, որ փաստաբանը չի համաձայնվում բարձրաձայնել կատարված խախտումների մասին։ Գործիքակազմը, որը որ օրենսդրությունը ինչ գործիքակազմ է նախադեсում դրա հետ կապված, դա մասնավոր անձի բողոքարկման իրավունքն է, որ մասնավոր անձը կարող է վարույթ իրականացնող մարմնի, այսպես ասած, վարույթային գործողությունները բողոքարկել հսկող դատախազին, կարող է բողոքարկել, հետո շարունակել դատական կարգով, բայց կոնկրետ նաև բողոքարկման հիմքում պետք է դրվի այն հանգամանքը, թե կոնկրետ ինչու համար է բողոքարկվում, ինչ խնդիր է ինքը տեսնում ըստ էության իր իրավունքների սահմանափակման տեսանկյունից։ Եթե վարույթ իրականացնող մարմինը իր որոշման մեջ կոնկրետ սահմանափակման որևէ, այսպես ասած, հիմքեր չի դնում, որը պետք է նաև պատճառաբանի, դա կապված օրինակ ասենք պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, որը որ չպետք է հրապարակվի, ընդհանրենք ասենք զինվորական գաղտնիք է, պետական գաղտնիք է, դա կարող է լինել բժշկական գաղտնիք, անձի մասնավոր կյանքին վերաբերող գաղտնիք, կարող է նաև տեղեկատվություն լինի, որը որ հետագայում դրա հրապարակումը կարող է նաև հանգեցնել այլ բացասական հետևանքների, նաև այս իրավիճակը կարող է լինի։ Եթե նման հիմքեր, սահմանափակումներ չկա, ուղղակի քննիչը մի հատ արձանագրությունը տալիս, ասում է ստորագրի, որ դու տեղեկացված ես նախաքննության տվյալները չհրապարակելու վերաբերյալ, ինքը ուղղակի կարող է իր պատճառաբանություններով այդ արձանագրության տակ գրի, որը ինքը չի ստորագրում, իր համար հասկանալի չի, թե կոնկրետ ինչ տեղեկատվություն ինքը իրավունք ունի ինչ անելու հրապարակելու եւ որ տեղեկատվությունն է, որ ինքը իրավունք չունի հրապարակելու։ Սա է խնդիրը։ Այն որ սահմանափակումը կա, դա օրենքի դաշտում է, բայց այդ սահմանափակումը չպետք է կամայականություն լինի։ Այսինքն նախաքննության մարմինը ինքը պետք է կոնկրետ հասկանա, թե այդ ինֆորմացիան, որը կա, որ մասով անձի իրավունքները կսահմանափակի տեղեկություններ հրապարակելու տեսանկյունից, այլ որ տեղեկություններն են, որոնք որ սահմանափակման ենթակա չի եւ անձը իրավունք ունի հանրությանը տեղեկատվություն տալու։ Մի փոքր խոսենք ժամկետների մասին, այսինքն նախաքննության ողջ ընթացքում սահմանափակումը գործում է, թե նաեւ այդ որոշման մեջ պետք է լինեն հստակ ժամկետներ։ Չէ, քրեական դատավարության օրենսդրությունը այդ սահմանափակումները ըստ էության նախադեсում է քրեական վարույթի ողջ ընթացքում, այսինքն քրեական վարույթ նախաձեռնելուց հետո, երբ որ անձը
որոշակի կարգավիճակ է ձեռք բերում, մեղադրյալի կարգավիճակ կամ տուժողի, չգիտեմ, որպես պաշտպան է մասնակցում վարույթին, այդ ամբողջ ժամանակահատվածում մինչև նախաքննության ավարտը ըստ էության այս սահմանափակումը որպես այդպիսին կիրառումը։ Շատ լավ։ Ես այս պահին առաջարկում եմ ամփոփել մեր զրույցը, ստացված տեղեկատվությունը եւ նշել, թե որն է նախաքննական գաղտնիքը, որ դեպքերում այն պետք է սահմանափակել եւ որ դեպքերում պետք է փաստաբանը ստորագրի այդ փաստաթուղթը։ Ձեր էկրաններին հայտնված տեղեկատվությունը կարեւոր է իմանալ։ Վարույթի մասնավոր մասնակիցները վկան եւ նրա փաստաբանը իրավունք ունեն հրապարակելու պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում իրենց հայտնի դարձած նախաքննության տվյալները, եթե քննիչը գրավոր չի արգելել դրանց հրապարակումը։ Փաստաբանը չպետք է ստորագրի անորոշ եւ ոչ հստակ որոշման տակ, այսինքն, եթե կոնկրետացված չէ, թե նախաքննության ինչ տվյալների մասին է խոսվում եւ ինչ ժամկետներում։ Նախաքննության տվյալների հրապարակման արգելքները չեն տարածվում փաստաբանի եւ նրա վստահորդի միջև տեղեկությունների փոխանակման վրա։ Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ Հանցանքի հետքով հաղորդաշարը հիշեցնում է, որ մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք զանգ տալ նշված հեռախոսահամարին կամ գրել մեր Facebook-յան էջին հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։